Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմությունը։ Դա խոշոր հաղթանակ էր երկիրը 16 տարի անընդմեջ իշխող Վիկտոր Օրբանի նկատմամբ։ Ընդհանրապես 2023-ից 26 թվականներին համաշխարհային քաղաքականության մեջ կարելի է բնութագրել որպես փոփոխությունների շրջան։ Բազմաթիվ երկրներում ընդդիմադիրներին հաջողվեց վերցնել իշխանությունը, անգամ տասնամյակներ գործող իշխանությունը։ Օրինակ՝ Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Հարավային Կորեա, Բութան, Արգենտինա, Սենեգալ։ Ի դեպ, Սենեգալում 2024 թվականին հաղթեց ընդդիմադիր թեկնածուն, որը ընտրություններից օրեր առաջ էր ընդամենը ազատվել բանտից։ Ընդդիմությունը հաղթեց Մալդիվներում, Ավստրիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Լիտվայում, Բանգլադեշում եւ այլն։ Այս օրինակները տարբեր մայրցամաքներից են, տարբեր քաղաքական համակարգերից, կրկնում եմ 2023-ից 26 թվականներին տեղի ունեցած, բայց սրանք ունեն մեկ ընդհանրություն՝ քվեարկության միջոցով է փոխվել իշխանությունը, նույնիսկ այն դեպքում, երբ թվում էր անփոփոխ է։ Մի կարևոր հանգամանք ևս, այս բոլոր ընտրություններում իշխանությունը ատամներով փորձել է պահել աթոռը, չի եղել դեպք, երբ ինքը հասկանա, որ ժամանակն է եւ թողնի գնա։ Պարզապես ընդդիմությունը տարել է համոզիչ հաղթանակ։ Ժողովուրդները քվեատուփի միջոցով տապալել են իրենց անպարտելի համարող իշխանություններին։